Նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին եւ վերջին ճակատամարտին։ Նրանք դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելու վերջին մարտին ու ճակատամարտին։ Որովհետև ես վերջին օրերը այս դիտանկյունից նայեցի եւ Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-ից 350 միլիոն դոլարի ապօրինի ձեռքբերված գույք, որը սպասվում է վերադարձի Հայաստանի Հանրապետությանը եւ ժողովրդին ի սեփականություն։ Ընդ որում հայտնի են ումն են այդ գույքերը։ Դրանք Միշիկի գույքերն են, դրանք Վարդանիկի գույքերն են, դրանք Ռոբիկի գույքերն են եւ դրանք Սերժիկի գույքերն են։ Եվ այս ընտրություններում այդ թվում գյումրեցիներն են մեզ քննադատը շատ եւ ես հասկանում եմ այդ քննադատությունը, բայց ելի ասում եմ մենք ապօրինի գույքերի վերադարձի ճանապարհին մի վարկյան անգամ չենք հապաղել, մի վարկյան։ Մենք գնացել ենք ինստիտուցիոնալ ճանապարհով եւ ճիշտ ենք արել եւ ահա այդ ինստիտուտը թափ է հավաքում։ Եվ ահա նրանք դուրս են եկել առաջին հերթին, այսինքն այդպես ստացվեց, Գյումրիում եղավ, Գյումրիի հետ համընկավ, կարող էր լինել ուրիշ բնակավայրում, կարող էր լինել ուրիշ ընտրություններ, բայց այս ընտրությունները Գյումրիի, ընդ որում այստեղ կա երկու հարթություն, կա համայնքային հարթություն եւ կա քաղաքական հարթություն։ Քաղաքական հարթությունը մենք չենք բերել, այս շատ կարևոր է։ Մենք չենք ի սկզբանե տրամադրվել եւ որոշել, որ Գյումրիի ընտրությունները պետք է լինեն քաղաքական։ Այդ նրանք են իրենց մուտքով, շեշտադրումներով, հարցադրումներով դարձրել քաղաքական։